Ողջույն հայրենակիցներ, հունիսի սկզբին, այսինքն 1 ամիս անց ընտրություններ են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամերիկյան փոքրիկ Հայաստանում, Գլենդելում, եւ այս թեմաների մասին այսօր զրուցելու եմ Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի հետ։ Ողջույն, պարոն Քասախյան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ եկաք, իդեպ վերջերս եք ստանձնել քաղաքապետի պաշտոնը, օրերս կարելի ասել, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ եւ գիտեմ, որ առաջիկա 1 տարում, որ ղեկավարելու եք քաղաքը, բավականին այսպես իրադարձություններ են սպասում, ընտրություններ, ամբողջ աշխարհն է ընդհանրապես խառը այս օրերին եւ բնականաբար այն զգացվում է նաեւ քաղաքի վրա։ Եվ սկսելով մեր թեման Գլենդելից։ Այո։ Ամսի 2-ին հունիսի այստեղ եւս ընտրություններ են սպասվում։ Քաղաքային խորհրդի 3 թափուր, այսինքն թափուր չէ, լրանում է ժամանակը, պետք է նոր անդամներ ընտրվեն։ Մենք արդեն տեղեկացել ենք, որ 12 տեխնացու կա եւ որոնցից 9 հայեր են։ Մնացած 3-ն են այլ ազգներ։ Հիմա մենք ունենք 5 հոգի, չէ, խորհրդում, որից 4-ը հայ են։ Հնարավոր է, որ հայերը այսպես իրար Բոլորովին հասնեն նրան, որ ոչ ոք չանցնի եւ օտարները անցնեն։ Առանց, հա, ես առանց քո նախադասությունը լրացնելով արդեն պատասխանում եի, բոլորովին հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, որտեղ մենք իբրև քվեարկողների խումբ, այսինքն իբրև նայում ենք, եթե հայ ամերիկահայ գաղութի իբրև մասսա, անցյալում էլ եւ հիմա էլ միշտ մեզի օգտագործող ուժեր եղել են, որ կարողանում են, այսինքն բաժանելը հայ համայնքին, ինչպես տեսնում ենք նաև Հայաստանում եւ ուրիշ գաղութներում, մարդիկ հասկացել են, սովորել են եւ օգտագործում են եւ իբրև զենք, որ փորձեն ճնշեն եւ հայերին, այսինքն հետ պահեն, այսինքն վերջերս իմիջալոցի վստահ եմ այս հարցի մասին քո հետևորդները եւ հերոստատիտողները նաեւ գիտեն, ինչպես ներկա կոնգրեսականը վերջերս բաց ասեց այն, ինչ որ կարծում եմ տարիներով շարունակ մենք զգացել ենք եւ դուժել ենք այդ գաղափարից, որ հայերին պիտի պահենք դուրս հատուկ, այսինքն աթոռներից։ Դուք նկատի ունեք Ռենդի Ֆայնին, ով ասել էր, որ հայերը իրավունք չունեն։ Այո, ես այդ ապուշ կոնգրեսականը կարելի է ասել, առանց ես ինքս վատս գալու, որ կոնգրեսականի կոչել եմ ապուշ, որտեղ միայն ապուշ մեկը այդպիսի Ամերիկայում այս թվին 2026 թվին արտահայտություն կանի։ Երբ ինքը ասեց, որ կարելի չի պետք է դուրս պահենք հայից կոնգրեսին, նկատի ունենալով վստահ եմ հակառակորդին, որ հայ է ցակումով։ Դրա մասին կխոսենք, պարոն Քասախյան, թեման։ Բայց Գլենդելի մասին, գիտեմ Գլենդելի մասին, հա հնարավոր է կիսվել ձայնը, կա 9 տեխնացու, կա 3 աթոռ, մի աթոռը բոլորովին ազատ է, որտեղ քաղաքապետարանի անդամ Արա Նաջարյանը որոշեց չմասնակցել ընտրություններին, ինքը արդեն 20 տարուց ավել ծայրել է քաղաքին եւ նաեւ կան 2 այժմ անդամներ Դան Բրոթմանը եւ Էլենա Սատարյանը, որ ժամկետը լրանում դիմել են վերընտրվելու եւ իրենք մասնակցում են ընտրություններին, բայց կան ընդհանուր տեխնացուների փուլում 12 տեխնացու, որից 9 հայ են։ Այո։ Դա նշանակում է, որ անկախ որ օտար տեխնացուների, օտար ծագում ունեցող կամ ոչ հայ ծագում ունեցող տեխնացուների մեջ գաղափարական տարբերություններ կան խորը, բայց հայերի մեջ էլ կան, բայց այո, հնարավոր է, որ բոլորովին, այսինքն հայ ծագումով տեխնացու զրկվի աթոռից այս ընտրություններին։ Այո։ Պարոն Քասախյան, ուզում եմ մեր հեռուստադիտողներին որոշ տեղեկություններ հաղորդենք։ Ընդհանրապես որքան քաղաքացի կա բնակիչ, այսինքն ոչ թե քաղաքացի Գլենդելում եւ ընտրելու իրավունք ունեցող այդպիսի թվեր։ Հա, Գլենդելի մեջ կա մոտավորապես 197,000 բնակիչ, որից 100,000-ից կարծեմ մի քիչ ավելին իրավունք ունեն քվեարկելու, որից ընտրություններուն մասնակցող մոտավորապես 60,000-ից ավելն են եւ իսկ հայ քվեարկողների քանակը շատ ավելի քիչ է դրանից, բայց հայերը քվեարկել չեն սիրում, այդպես է, հա։ Ընտրությունների մասնակցել։
շատ ինչքան խորանանք, որքան որքան ժամ ունենք խոսելու թե ինչ կա, ինչը պիտի փորձենք լավացնել կամ սարքել մեր համայնքի մեջ, դա շատ ավելի լուրջ հարցեր են։ Ես շատ կարծիքներ ունեմ։ Իսկ ընդհանրապես որքան հայ կա Գլենդելում։ Գլենդելի բնակչությունը 197,000 լինելով մոտավորապես 38%-ը կարող ենք ավելի բարձրացնենք մինչև 40%-ի հայ է ծագումով։ Տարբեր տեսակի հայեր։ Հիմա մենք հայ ասում ենք, բայց ամեն տեղից եկած կան նույնիսկ Արգենտինայից եկած հայ, Ուրուգվայից, գլխավոր մեծամասնությունը կասեի հայաստանցի եւ պարսկահայ ծագումով, եթե ուզում ենք այդպիսի փոքր խմբերի նայել, եւ հետաքրքիր իմ համար ես վերջերս նկատել եմ, որ հայաստանցիների մեջ էլ մի մասը այո Հայաստանից եկած, բայց շատերը պարսկահայ ծագումով, այսինքն այդ շրջաններ որ կան Աբովյան եւ այլն շրջաններից եւ դրա համար մենք այդ ազդեցությունը պարսկահայկական եւ մանավանդ երբ Պարսկաստանում խնդիրներ են լինում, ինչպես վերջերս տեղի ունեցան պատերազմով, շատ խոր ազդեցություն է ունենում, այսինքն զգում է մեր բնակչությունը այստեղ եւ շատ է ունեն հարազատներ, որ ազդվում են այդ հարցերից։ Այո։ Հայերը ասացիք, որ քիչ են մասնակցում ընտրություններին, ընդհանրապես Եվ կուզեի իմանալ հայերի թիվը աճում է թե նվազում ըստ ձեզ, որովհետև վերջին տարիների ընթացքում կարծես թե հայերը վաճառելով իրենց թանկացել է Գլենդել, այսպես ասենք, ավելի տեղափոխվում են արվարձաններ։ Հա, թանկացել է, բայց ասեմ Արթուր, եթե նայում ես մեր երիտասարդները ինչ տեսակի մեքենաներ են քշում արագ չափից ավելի արագ փողոցներով, չի կարծի, որ փողի խնդիր կա ընտանիքներում։ Դա էլ իմ, այսինքն ոնց ասեմ, անուղակի ձևով գնահատությունն է ծնողներին, որ իրենց զավակներին այդպիսի մեքենաներ են առնում։ Ես կարծում եմ, որ չգիտեմ թե կոնկրետ հայությունը կարծում եմ շատանում է, գուցե ոչ այնքան, բայց չգիտենք թե որքան հայ թողնում է քաղաքը բնական արժեքների կամ գործի արվելությունների պատճառով եւ ով է գալիս։ Այսինքն մենք տեսնում ենք, որ երբ մի տուն է վաճառվում, հայ առնողները շատանում են։ Օրինակ ես կարող եմ անհատապես ասեմ մեր անձնական փողոցի վրա, որտեղ ես եմ ապրում, երբ մի տուն է ծախվում, հայ ընտանիք են մտնում, հայերն են մտնում, որ ես ասեմ, լավ բան է, ես ուզում եմ, որ համայնքը իրար մոտ լինի, օգնի, զարգացնի մեր մշակութային եւ կրթական, այսինքն կազմակերպությունները, դա պատճառներից մեկն էր, որ իմ ընտանիքը հաստատվեցավ Գլենդելում, բայց նաև դրա հետ գալիս է քաղաքական պարտականությունը մասնակցել, համակողմնորոշվել եւ հաստատվել ամերիկյան մշակույթի մեջ, փոխանակ, այսինքն եւ ես սա երբեմն զգում եմ, դուք էլ եւի կզգաք բերելով եւ տեղափոխելով կառույցները, այսինքն այն երկրներից, որտեղից գաղթել ենք այստեղ Ամերիկայում։ Այսինքն եթե մենք գալիս ենք որևէ երկրում, մեր պարտականություններից մեկն էլ այն է, որ գոնե մի քիչ փորձենք կողմնորոշվել եւ հաստատվել Ամերիկայում, որտեղ եթե ի վերջո մենք հիմա խոսում ենք ընտրությունների մասին, եթե ուզում ենք ունենանք հայ կոնգրեսականներ, եթե ուզում ենք ունենանք հայ նախագահական տեխնացուներ մի օր, դա պիտի լինի ամերիկյան ոճով, ոչ թե այսինքն հայկական ոճով։ Դա ես չեմ ասում նվազացնելով կարևորությունը մշակույթին եւ մեր պատմության եւ ով ենք մենք հայերս, ով որ ինձ գիտի, ես գիտեն նաեւ որ ես ինքս համարում եմ ինձ շատ խոր հայրենասեր, բայց նաեւ ռեալ պետքա լինենք եւ նայենք թե որ ուղղությամբ են, որտեղ է գնում, քամին որ կողմով է փչում եւ Ամերիկայում մենք նաեւ դեր շատ ճանապարհ ունենք կերտելու, որ ինտեգրացիա ունենանք հայ համայնքի։ Դեպի հայրենասիրության մասին երեք ինքս ինձ բռնացրեցի մի բանի վրա, որ ես անգլերենով եւ լատինատար տեքստ եմ անում, SMS է ուղարկում ձեզ, դուք հայերենով եւ հայերեն տառերով պատասխանում եք։ Ես իմ ամենաատած բաներից մեկն է, երբ անգլերեն տառերով հայերեն է գրվում, չգիտեմ, ոչ թե որտեղ գիտեմ հեշտ է, ես էլ եմ երբեմն անում, երբ բարև անգլերեն տառերով պիտի, բայց երբ մենք ունենք մի լեզու, որ արդեն վտանգի տակ է, արդեն աղավաղվում է, արդեն արևմտահայերենը, որ իմ բուն տան խոսած հայերեններ փոքր ժամանակ, երբ արդեն այդ լեզուները վտանգի տակ են ջնջվելու, մենք օգտագործելով մեր, եթե ունենք հարավելություն, եթե տեխնոլոգիան կա, ինչի չօգտվենք, թե չէ
եթե մեր սերունդը չպահպանի, հաջորդ սերունդը ավելի դժվարություն։ Մենք պիտի փոխանցենք հաջորդ սերունդին մի բան, ինչն ենք մենք մեր համար ինչ արժեք ունի։ Մենք տեսնում ենք այսօր եկեղեցվո հանդեպ հարձակումներ եւ հալածումներ, այսինքն ի վերջո մի բան նշանակում է հայ լինելը կամ ոչ։ Եվ միայն երաժշտություն չի, միայն խորոված ուտելը չի, մենակ պար ու ոտանավորը չի, մենք ունենք մշակույթ, որ շատ ոչ թե միայն կարևոր, բայց շատ հին եւ արժանի ճանաչելով, սովորելով եւ պահպանելով պիտի հասկանալ։ Ուզում եի հարցնել այդ հայրենասիրությունը Հայաստանի նկատմամբ արդյոք դες ինչ որտեղ խանգարում է օտարների այդ շփումների մեջ, օրինակ կարող են իրենք դա օգտագործել ձեր դեմ ասելով բոլորովին այս մարտիկ միայն Հայաստանի մասին միայն գնաթատողներ եղել են, ասեմ իմիջիալոց հայ համայնքի մեջ էլ ինձ գնաթատող եղել է եւ ես դա եւ նաեւ հետաքրքիր է, որտեւ հայ համայնքի մեջ գնաթատողները նույնիսկ կարող է ուրիշ հարցերով, ես հիմա առանց խորանալու, բայց երբ մեկը հետևում է իմ էջերս, տեսնում եմ, բայց իմ համար հետեւյալն է, իմ համար Հայաստանի շարունակությունը իբրև հանրապետություն կամ հայ ազգի շարունակությունը չի նշանակում ավելի, այսինքն նույնն է ինչ որ ասենք թե որևէ ուրիշ ազգից Ամերիկայում հպարտությունը իտալացիներ իրենց իտալացի ամերիկացիներ Իտալիայի մշակույթով այսօր հիմա պիցցա, սաղը պիցցա են ուտում, չէ՞, մտել է ամերիկյան մշակույթին մաս է կազմում։ Իռլանդացիները St. Patrick's Day, հիմա երեք կամ Archie օրը Cinco de Mayo, որ մեքսիկացիների համար մեծ տոն է։ Ես չեմ ուրանում իմ հայացքից, որովհետև ես հավատում եմ լավ ամերիկացի լինելու համար եւ իմիջիալոց ես Ամերիկայի ծնունդ եմ։ Ես ծնվել եմ Բոստոն քաղաքում, որ հենց ծննդավայրն է ամերիկյան հանրապետության, birthplace of United States of America 1776-ին։ Ես կարծում եմ, որ հայ լինելը նշանակում է լավ ամերիկացի լինել եւ լավ ամերիկացի լինելը նշանակում է լավ հայ լինելը։ Մեկը մյուսից չի անջատվում։ Երբ մենք Արցախի շահերի մասին ենք խոսում, ես միշտ նկարագրում եմ Արցախի անկախության այդ շարժումը Ամերիկայի անկախության շարժումի նման պայքարելու մարդկային իրավունքների պաշտպանության համար, մարդկային անհատի իրավունքների պաշտպանությունների համար, life, liberty and the pursuit of happiness։ Եվ ես հավատում եմ, որ հայ դատը արդար դատ է եւ միշտ հավատում եմ, որ դա պիտի լինի նաեւ համապատասխանող Ամերիկայի արժեքներին։ Եվ եթե գնաթատող եղավ, ինչ ասեմ, այսինքն միշտ է լինելու ամերիկացիները օրինակ կարող են օգտագործել ձեր վստահ եմ, բայց այսինքն ես երբեք չեմ ես երբ երթում եմ տվել իբրև քաղաքային խորհրդի անդամ, այդ երթումը այս երկրի constitution-ի պաշտպանման համար է, ոչ թե Հայաստանի Հանրապետությանի։ Իմիջիալոց եւ շատ բաներ ունեմ գնաթատելու Հայաստանի Հանրապետության համար, բայց չեմ կիսում դրանք, որտեղ իմ առաջին պարտականությունը առաջինը Գլենդելի քաղաքին է, երկրորդը այդ քաղաքում ապրող բնակիչներ, ընտանիքներ, բիզնեսներն է։ Եթե Գլենդելը լավ վիճակում չէ եւ ես զբաղվում եմ հայկական հարցերով, այն ժամանակ գուցե մեկը կարող ասի քո առաջին պարտականությունը ուր է, բայց ես երբեք չեմ ուշադրություն շեղում կամ ավելի կարևորություն տալիս այն բանին համեմատած թե իմ առաջվա պարտականությունը։ Վիճակագրությամբ հայերը դե մեծամասնություն են Գլենդելում, հաջորդը որ առաջին հայերն են, երկրորդը սպանախոս ենք ասում, որովհետև սպանախոսը նշանակում է կուբացի, մեքսիկացի, Էլ Սալվադոր, Գուատեմալացի, անշուշտ այստեղ որտեղում են Սպիտակները, այսինքն մեծամասնություն չեն, որտեղ կա հայերը ամենամեծ փոքրամասնությունն են, հետո սպանախոս, հետո ֆիլիպինցի եւ կորեացիներն են, հետո ամերիկացիներն են, կասե եւի 10%-ի շուրջ, 12%-ի շուրջ, բայց խառն է եւ իմիջիալոց ես ինչով եմ հպարտանում Գլենդելը լինելով այսինքն Los Angeles County մաքուր ապահով քաղաքներից, համեմատաբար ավելի աշխատանք կանելու եւ միշտ կարող ենք ավելի աշխատանք անենք, բայց համեմատաբար մյուս քաղաքներին մեր բնակչությունից 50%-ը իմիգրանտ ասելով եւ սա իսկական տվյալ է կեսից ավելին Գլենդելի բնակիչներին ծնվել են մի երկրում, որ ամերիկան չի, այսինքն եկել են իբրև գաղթական եւ այդ մարդիկ կարող են որևէ ուրիշ քաղաքում հաստատվեն, բայց որոշեցին, որ Գլենդելը պիտի լինի այնտեղը, որտեղ իրենք պիտի փորձեն ապահովեն իրենց երազների իրականացումը։ Դա իմ համար մեծ խոր նշանակություն ունի եւ ես հավատում եմ իմիգրանտ, ես ինչու եմ այսինքն այսօր շատ գնահատական նախագահի դեմ կամ Սպիտակ տան խոսածի դեմ, որովհետեւ տեսնում եմ ինչպես են հալածում իմիգրանտներին
անշուշտ հանցագործներին ձերբակալել եւ դուրս նետելը երկրից կարևոր է, բայց երբ այդ հալածումը անցնում է, այսինքն կոպտելով եւ ավելի ցած պահելով ուրիշ ազգային կամ իմիգրանտ ընտանիքներին, ես կարծում եմ բոլորս ենք դուժելու դրանից եւ արդեն զգում ենք տնտեսական այդ ճնշումները, սկսած գյուղատնտեսական, այսինքն արտադրությունից եւ այլն։ Կորեական գործակալներին Արքանսա նահանգում գնալ Hyundai մեքենայի գործարանից ձերբակալել վերցնելը։ Ահա որ վիճակ է ստեղծվել։ Ես կարծում եմ ամերիկյան ստեղծվել է իմիգրանտների ձեռքերով եւ պիտի շարունակվի ստեղծելով, որտեղ դա է այս երկրի նահանգի քաղաքի պահությունը։ Դա է Միացյալ Ամերիկան դարձնում Ամերիկա։ Ռասիզմի մասի, դրսևորման մասին խոսեցիք, վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հատկապես հայերն են թիրախավորվել, սկսած Dr. Oz-ից, այդ medical fraud-ների եւ այլն, եւ վերջերս մեկ այլ ուրեմն աղմուկ հանած պատմության ականատես եղանք, դա մեր հեռուստադիտողներից շատերը գիտեն Instagram-յան հայտնի հանրահայտ ազգությամբ հայ Դան Բելզերյանն է, ով առաջադրվել է Ֆլորիդայում, իհարկե այստեղ չէ, Ֆլորիդայում կոնգրեսականի տեխնացու եւ իր մրցակիցը Ռենդի Ֆայն է, ազգությամբ հրեա, այսինքն ինքը իրեն ներկայացնում է որպես սիոնիստ հրեա, եւ այդ հրեան մեկնաբանություններ արել, որ հայերին պետք չէ թողել սոմալիցիներին, հայերին պետք չէ թողել, որպեսզի նրանք դառնան կոնգրեսական, քանի որ Դան Բելզերյանը թեև ինքը ծնվել է այստեղ Միացյալ Նահանգներում, բայց ազգությամբ հայ եւ ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, մի խոսքով այսպիսի ռասիստական մեկնաբանություններ են գնում, թեև ինքը այդպես ակնհայտ հանդես է գալիս հակահրեական հայացքներով, ամեն դեպքում կարծես թե կա այդ հակահայկական ռասիստական դրսևորումները, դա ինչի հետևանք է։ Շատ բաներ, բայց ասենք որ առաջինը այն է, որ հիմա այդ կոնգրեսականի իմիջիայլոց հանրապետական է, բայց նաև կա Դան Բելզերյանն էլ է հանրապետական։ Հա, բայց ասեմ օրինակ Տեքսասում կա Սյուլերը, չէ, որ դեմոկրատ է եւ ինքն էլ ծախված Ադրբեջանի այդ կոնգրեսական շներից մեկն է։ Եվ ես ասում եմ նորից այդ խոսքը օգտագործում եմ առանց քաշվելու եւ եթե դեմս նստած լիներ նույնը կասեի, որտեղ որևէ մեկը որ ծախում է Ամերիկայի արժեքները մի բուր փողի համար եւ նավթի, ասենք թե կապերը հաստատելու համար չարժի իմ հարգանքին։ Հիմա այսինքն այո կոնգրեսական է ընտրվել է եւ կփորձի նորից վերընտրվել, բայց ես հույսով եմ, որ իր շրջանի քվեակողները կտեսնեն, որ ինքը արժանի չի վերընտրության, նույնիսկ եթե նույն կուսակցությունից է, որին ես եմ պատկանում։ Հիմա ինչ որ կապվում է Ֆլորիդայի կոնգրեսականին, կասեի, որ այդ էլ նույն բանով, եթե մեկը կարծում է, որ հայ, ասենք թե արժեքները արժանի չեն կամ ավելի պակաս են, քան իր ազգությունից կամ իր կրոնից, այդ մարդը չգիտեմ ինչ տեսակ հոգեկան հիվանդություն ունի, որտեղ ես կարող եմ փաստերով ապացուցել, թե հայը ինչ ներդրումներ են արել, ինչպեսի օգնել են Ամերիկայի զարգացումը ավելի քան ասենք թե շատ ուրիշ ազգեր, բայց ես չեմ ասում դա, որ հային բարձրացնեմ, ասեմ, որ մենք ավելին ենք, քան ուրիշը, ինչպես անշուշտ եղի չէ Չարենցի ոտանավորների մեջ է ասել եւ ուրիշներն էլ մենք ավելի չենք մեզի գերատեսում, այսինքն որևէ ուրիշից, պարզապես մենք գիտենք, թե հայը ինչ է ստեղծել, ինչ արժեք է ունեցել այս աշխարհում մշակույթ civilization, ոնց կարող ենք ասել, քաղաքակրթության տեսակետից, եւ եթե նայենք դեմոկրատական արժեքների պաշտպանումը, եթե զենքով է արվում, շատ ավելի հայեր զոհվել են Ամերիկայի Միացյալ Նահանգի զորքերի շարքերում պաշտպանելու ամերիկյան եւ ամերիկյան արժեքները, քան շատ ուրիշ ազգեր։ Եվ ասել, որ հետո այդ մարտիկը, որ կոնգրեսի մեջ արժանի չեն ծառայելու, այդ տեսակ մարդը ոչ միայն սխալ է, բայց եթե որևէ տեսակ արժանապատվություն է մնացել իր մեջ, պիտի վաղը իր հրաժարականը հանձնի եւ խորը ինքն իր մեջ նայի, թե ես ինչու եմ այսպիսի ատելությունով լցված հայերի հանդեպ։ Մանավանդ եթե ինքը զայոնիստ է ինքը իրան համարում, իր հայրենիքը, որ ինքը այսինքն կամ իր նախկինների հայրենիքը, որ այդպիսի զորավոր ձևի է պաշտպանում, օգտագործեց իր նյութական եւ ռազմական ուժերը, որ հայերին տեղահանեն իրենց հազարամյա այդ պապենական հողերից Արցախում։ Աններելի դա արտահայտություն է կոնգրեսականի կողմից
ես միշտ դեմ եմ այդպիսի կոնգրեսականների արտահայտությունից եւ իբրև անհատ եւ իբրև Արտաշես Քասախյան, բայց նաեւ իբրև Գլենդելի քաղաքապետ, որ ներկայացնում է ամենահայաշատ բնակչություն ունեցող քաղաքներից մեկը, որ իմիջիայլոց Ամերիկայի ամենաապահով քաղաքներից է, ամենատնտեսական տեսակետից զարգացած քաղաքներից է Լոս Անջելեսի մեջ։ Կարծում եմ Ռենդի Ֆայնի համար դա ճակատագրական այդ հայտարարությունը ճակատագրական։ Հույսով, բայց չգիտենք այդ ունենալու, որովհետև Ռենդի Ֆայնը, որքան գիտեմ, ամենաչսիրված կոնգրեսականներից է, այդ թվում նաև հանրապետականների կողմից, թե Ֆլորիդայում ինչպես կա Դեն Բելզերյանը ինչպես կկարողանա հաջողացնել, կերևա առաջիկա 4 ամիսների ընթացքում հետաքրքիր թեժ պայքար է սպասում, բայց սոցիալական ցանցերում շատ մեծ արձագանք կա։ Եվ ուզում եմ զգուշացնել մարդկանց, որ մի անհատի խոսքեր չօգտագործվի ամբողջ, ասենք թե մեկից ազգին դեմ ելնելով, որովհետև ինչ որ Randy Fine ասել է, չի ներկայացնում մեծամասնությունը, ասենք թե հրեա ժողովրդի կարծիքներին, մենք ունեցել ենք եւ աշխատել ենք շատ հոյակապ հայրենասեր հրեական կոնգրեսականների հետ, Brad Sherman-ը օրինակ կա իբրև օրինակ, նաև Adam Schiff-ը, նաև այստեղի Laura Friedman-ը, որի դեմ ես եմ մրցակցել անցյալում աթոռի համար եւ քաղաքապետարանի խորհրդի ինքը ներկայացուցիչ եղել Գնդելը, բոլորը ամիջապես, որովհետեւ հասկանում են թե վտանգը ինչ է եւ մենք իբրև հայեր սա կարևոր է, որ ոչ միայն ոտի կանգնենք, երբ ասենք թե դոկտոր Օզը սկսում է հարձակվել մեր վրա, բայց նաև երբ ուրիշների վրա, որովհետև ապացույցանը դոկտոր Օզը չսկսավ հայերի դեմ, սկսավ սոմալիների դեմ, բայց մենք որտեվ ասացինք դե սոմալիների մասին են խոսում, դրանք հայ չեն, բայց ի վերջո թիախը գծվեց մեր վրան։ Որևէ մի խումբ վերցնել եւ այսինքն մեծ վրցինով ներկել անգլերենով ասում են with a broad brush, բոլորին նույն գույնով ներկելը սխալ է։ Ամեն մի հայ, որ ասենք թե հանցագործություն է կատարում, կան ոչ մի 20, բայց կան հարյուրավոր ուրիշ հայեր, որ աշխատում են ազնվորեն, աշխատում են իրենց ընտանիքները պահել, իրենց զավակներին դաստիարակել, որ լինեն լավ քաղաքացիներ եւ բնակիչներ եւ այսինքն մասնակիցներ Ամերիկայի այս ամբողջ գաղութին եւ ամոթ որևէ մեկի վրա, որ փորձում է թիախավորել ասելով այս ազգը կամ այս խումբը կամ այս կրոնը, դա ամերիկյան արժեք չի եւ հույսով եմ, որ ժամանակները կփոխվեն ապագայում։ Կարծում եք դրսից թելադրված է օրինակ Թուրքիայից կամ ադրբեջանական լոբիից։ Չէ, կարծում եմ պարզապես մենք իբրև հայ ազգ բավարար, իբրև ամերիկահայ գաղութ շատ բաղկված, այսինքն վերջերս կան խումբեր, օրինակ հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատել Վաշինգտոնում, Armenian Assembly-ն, կան մի քանի ուրիշ խումբեր, որ այսպես մեջտեղ են առաջացել եւ անհատներ, որ ուզում են հիմա քաղաքական, այսինքն խորը մտածողներ են իրենց ներկայացնեն։ Հիմա կարծես թե այսօր բոլորը մեկնաբան են դարձել, բոլորը կարծիք ունեն եւ դա չեմ ասում, որ իրանք իրավունք չունեն կարծիք արտահայտելու, բայց ինչպես օրինակ հիմա որ խոսում ենք տեխնացուների մասին, ինը Գլենդելի, մենք միայն պետք է նայենք մարդու խոսածի ձևին, արտաքինին, նույնիսկ իմ մասին։ Պիտի նայես թե ինչ են արել, ապացույցը ինչ է, անգլերենով մի խոսք կա, որ ասում է ինձ մի ասա ինչ պիտի անես, ցույց տուր ինչ պիտի անես, այսինքն արա, աշխատանքդ, անցյալդ ինչ է ապացույցը քո արածի։ Եվ հիմա որ մենք նայում ենք իբրև հայ համայնքը, բաժանված ենք, այսինքն եկեղեցից սկսած, կուսակցական, կազմակերպական, ամեն ինչ ձևով եւ խորը սա հարց է, ես մտածում եմ, եթե մեկը ինձ ասի թե ինչ են բաները, որ քեզի գիշերը չեն թույլ տալիս քնես, բացի Գլենդելի ընդհանրապես ապահովության եւ տնտեսական վիճակի մասին, երկրորդը կասեի թե ինչպես է հայությունը մնալու իբրև մի ասմավորված խումբ այս մթնոլորտի մեջ եւ կարծում եմ որ մի մասը պետք է սկսի Հայաստանի ղեկավարությունից, բայց մյուս մասն էլ հիշենք, որ երբ Հայաստանը սովետական ժամանակներում շատ քիչ էին կապերը Սփյուռքի հետ, Սփյուռքը կարողացավ հայ մնալ եւ մենք այսօր ունենք եւ ֆինանսապես գումարներ եւ ունենք ուղեղի ուժը, brain power, որ կարողանանք ապահովենք Սփյուռքը գոնե մի քանի ավելի տասնյակ տարիներ, բայց շատ մարդիկ ավելի նախընտրում են քեֆով սպառվել իրանց հրճվանքով այդ մրջունի եւ մորեխի պատմության նման, հեքիաթի նման, բայց հույսով դա կարող ենք փոխել, չգիտեմ։ Եվ այս ամբողջը ցույց է տալիս, որ առավել քան երբևէ այսօր
համայնքը պետք է լինի միասնական, գոնե ջանքեր գործադրվեն, դուք էլ ասացիք այդ մասին, եւ ես տեսնում եմ սոցիալական ցանցերում, հատկապես X ցանցում դուք շատ հաճախ այսպես շփումներ եք ունենում տարբեր հայերի հետ, ովքեր որ ունեն ազդեցիկ դիրքեր, այդ թվում նաեւ Ալեքսիս Օհանյանի հետ, նաեւ Cash Patel, այսինքն FBI-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի ուրեմն ղեկավարը, որ ամենազդեցիկ այսպես իրավապահ մարմինն է թերևս ներսում Միացյալ Նահանգների ղեկավարի ընկերուհին պարզվում է հայ, թեև հայ ազգանուն անուն չունի, առաջ ասում էին նա հրեա է, հիմա ինքը հայտարարեց, բայց շատերը հիմա որ սոցիալական ցանցերում ամեն մեկի իր կարծիքն արտահայտում եւ շատ իրանք ասում էին, որ ինքը լրտես է, հրեա է ծագումով է սա, բայց ես լսել եմ, որ հայ է ծագումով, այսինքն վստահ չէ, բայց երբ ինքը մի ելույթի մեջ ինքն անձամբ ասեց, որ հայ է, ես կարծում եմ դա կարևոր է, որ բոլորս իմանանք եւ ճանաչենք։ Հիմա նաեւ իմիջայլոց նաեւ ասեմ, որ ապրիլ 24-ին, երբ ինքը հայտարարություն արեց իր ցանցում գենոսիդ բառը չօգտագործեց եւ դա էլ մի բան է, որի վրա պետք է աշխատենք, չէ՞, որտեղ ինքը մեկն է, որ ըստ երևույթին մոտիկ է այդ տեսակ անձնավորություններին, որտեղ կարող է օգտագործի իր շփումները, իր դիրքը իրանց դաստիարակելու եւ օրինակ երբ տեսանք J.D. Vance-ը, որ գնաց Հայաստան ներկայացրեցին իրեն Արցախի մասին մի գիրք եւ հետո հերացրեցին տնօրենուհուն Թանգարանի, այդպիսի հարցեր երբ առաջանում են եւ տեսնում ենք ինչպես Թրամփի սպիտակ տան կազմը հերացել է այդ դիրքորոշումից, որ Բայդենը արեց, ասելով, որ մենք պիտի գենոսիդ ասենք, որ գենոսիդ է ցեղասպանություն են կոչելու, մենք պետք է օգտագործենք այն անձերին, որ ունենք, որ դաստիարակենք ամերիկացիներին։ Ես չեմ մեղադրում ամերիկացիներին իրենց միամտությունից, շատ բաներից, իրենք շատ բաներով են զբաղվում եւ մենք հայերս փոքր ազգ լինելով կարող է միշտ իրենց ուշադրության կենտրոնում չենք, դա հայտնի է, երբ նախագահան չի կարողանում նույնիսկ հիշի Հայաստանի անունը, կոչում է կամ Ալբենիա կամ չգիտեմ ուրիշ երկրի անունով եւ Նիկոլ Փաշինյան another guy, the other guy։ Եվ եթե Ալեքսիս Օհանյանն է կամ ասենք թե FBI դիրեկտորի ընկերուհին է կամ ուրիշ որևէ մեկը օգտագործենք այն ինչ որ մենք ունենք, որ կարողանանք բոլորին հիշեցնենք եւ դաստիարակենք թե հայեր ով ենք։ Ես միշտ փորձում եմ մտքիս մեջ պահել մի տվյալ, որ մենք ունենք աշխարհում, եթե ունենք կամ չունենք, ընդամենը 10-12 միլիոն հայություն է, եթե հաշվենք բոլորին, եւ ամբողջ Los Angeles County բնակչությունը դրանից ավելի մեծ է։ Մի county-ն աշխարհում, միանակ Los Angeles County-ն ավելի բնակիչ ունի, քան ամբողջ հայությունը աշխարհով մեկ։ So դրանով եմ ես միշտ մոտենում, ես հպարտանում եմ որևէ հայի հաջողությունով, ես երբեք չեմ նախանձում որևէ հայ, եթե ես հույսով եմ, որ մի օր նույնիսկ ինձնից ավելի ասենք թե կարող, գուցե երիտասարդ կամ երիտասարդուհի մեկը ինձի կփոխանակի իմ աթոռին, այսինքն ես ասենց չեմ փաթաթված իմ աթոռի շուրջ գլենդելում եւ հավատում եմ, որ եթե մենք ճիշտ քայլեր վերցնենք այսօր դա անպայման կլինի։ Միշտ մտածել եմ, որ ինչ որ մեր համայնքում հեղինակություն կարող է բերել մի տեղ, օրինակ այդ նույն մարդկանց, նույն Ալեքսիս Օհանյանին, չգիտեմ, թող լինի դա Քիմ Քարդաշյանը, թող լինի մնացած, գիտենք, բիզնեսի աշխարհում, բժշկական ոլորտում, տարբեր ոլորտներում մենք ունենք հայեր, որոնք նույնիսկ մեկ խոսքով կարող են համախմբել ամբողջ համայնքը։ Բայց քեզ մի հարց հարցնեմ, եւ ես էլ պատասխան օրինակ չգիտեմ, ամենաաշխարհի հայտնի ճապոնացին ով է, կամ ամենահարուստ ճապոնացին։ Հիմա ինձ ասես անունը տուր, ես չէի։ Ճապոնացիները շատ են երևի դրա համար։ Բայց ռուս ասենք թե կարանք, չէ՞, մի քանի անուն տանք կամ ասենք թե եւ այլն։ Բայց երբ նայում ենք ամբողջ ճապոնական երկրին կամ ազգին, կամ նույնիսկ կորեացիներին, տարբեր, այսինքն գիտենք, որ ճապոնացիները կարգապահ, այսինքն երբ գնում ես Թոկիո, մենթալիտետն է ուրիշ։ So էդ է ասածը, սпасելով որ ասենք թե մի անհատա փրկության, ասենք թե բանը լինելու հայության համար, կարծում եմ սխալ մոտեցումն է։ Մենք պիտի նայենք, մենք ամեն մեկս մի բջիջ ենք օրգանիզմի մեջ։ Եվ եթե մենք յուրաքանչյուրս լինենք աշխատասեր, լինենք կենտրոնացած այն արժեքների վրա, որ կարծում եմ ամենակարևորն են։
ընտանիք, անհատական, ասենք թե առողջություն, գերազանց սովորելով եւ աշխատանքով անել այնպիսի որ մարդիկ իսկապես հիանան մեր արածով որ կան բայց եթե բոլորս անենք դե այն ժամանակ տարբեր այդ բջիջները իբրև օրգանիզմ կհաջողենք հասնելու այն նպատակներին որ դու ասում ես բայց սպասելով ասենք թե մեկը գա լինի այդ ոսկե ձգնիկի նման մեզի այդ հրաշքը կատարողը չէ ես նկատում եմ բերի բոլորին միտեղ այդ նույն մարդկանց չի լինի մենք էդի երբեք չի եղել կարծում եմ դա մեր բնավորության մեջ այսինքն մինչև սարդաբան ավարարի ճակատամարտից էլ սկսած չէ այդ եղելա որ միշտ ճուզող կամ հակառակորդ կամ մեկը կլինի երանի բայց եւ դա լավ երազ է դեպի դրան ձգտելու բայց երբեք կարծում եմ 100% միասնավորություն չի լինելու միասնականության մասին չի խոսքը այլ ասենք հիշելու խոսելու բարձրաձայնելու հայկական խնդիրների մասին գոնե տարին մի անգամ իհարկե շատ լավ կլիներ որ դա նախաձեռնող լիներ Հայաստանի իշխանությունը եւ մենք ունեցել ենք ժամանակներ երբ որ մեկ ազգ մեկ մշակույթ այդպիսի տարբեր ուրեմն փառատոներ էին անցկացում գիտաժողովներ եւ այլն բայց այսօր մենք տեսնում ենք որ Հայաստանի իշխանությունը կարծես թե հակառակն է անում այն ինչ որ թուրքերն են արել միշտ եւ բայց կարող է Սփյուռքում դա անել օրինակ ասենք որպես Գլենդելի քաղաքապետ դուք հրավիրեք այդ նույն Ալեքսիս Օհանյանն նույն Դան Բելզերյանին նույն լրագրողներ կան հանրահայտ, երգիչներ եւ այլն։ Ես անհատապես իմիջիալոց ասեմ, որ միշտ հրավիրում եմ։ Ես կարծում եմ, որ եթե գիտեմ, որ մեկը հայ է եւ հոյակապ աշխատանքով է զբաղվում, ես փորձում եմ հրավիրել Գլենդելում եւ բախտավոր եմ եղել աշխատել շատ ճանաչված, այսինքն հաջող հայերի հետ։ Ռեքս Քալամյանը կա, որ բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի, այսինքն national team-ի հիմա coach-ն է եւ նաեւ National Basketball Association-ի coach-ն է եւ իմիջիալոց կարծեմ հունիսի 20-21-ին Պանամայի դեմ այստեղ Լոս Անջելեսում խաղեր լինելու ուզում եմ բոլորին ասեմ որ աջակցեն իրանք նյութապես օգնություն պետք ունեն Փերի Մինասյանը որ Los Angeles Angels սպորտի տեսակետից փորձում եմ շփվել որտեղ ես նաև հավատում եմ որ սպորտային ինչպես տեսել ենք MMA բանման այս մարտիկը կարողանում են խորը ավելի ազդեցություն ունենալ մեր երիտասարդության վրա, քան ես։ Հիմա երբ ասենք թե Արման Զարուկյանը կամ որևէ ուրիշ մեկը մի բան ասի, ավելի կարևորություն, ավելի քշի, քան Արտաշես Արման Զարուկյանին, չէ՞։ Այո, բոլորին եւ որքան գիտեմ շախմատի ինչ որ միջոցառում է սպասվում։ Այո, սեպտեմբերին պիտի լինի Հարավային Կալիֆոռնիայի շախմատի խաղը, այսինքն tournament-ը եւ Կարծեմ անցյալ տարի Տիգրան Պետրոսյանն էր մասնակցել եւ հաղթեց ոչ առաջին Տիգրան Պետրոսյանը հիմա Տիգրան Պետրոսյանը եւ սա կազմակերպվում է .818.company կողմից Գլենդելի քաղաքի կողմից եւ American Chess Academy Արմեն Ամբարձումյանի կողմից մրցանակներ կան գումարով շահողներին, բայց նաև մենք պիտի արիթ ունենանք նորից հրավիրելու եւ դիմավորելու Լևոն Արոնյանին, որ այժմ ապրում է Ամերիկայում իր տիկնոջ եւ հետ, բայց կարծում եմ մեծ բարձանք է դա բոլոր հայության համար, որովհետեւ ով չի ճանաչում Լևոն Արոնյանը, եթե կարող ենք ասել այսօրվա աշխարհում ովքեր են շախմատի մեծ անուններից Լևոն Արոնյանը մեկ է, անշուշտ մենք ունեցել ենք Լպուտյանին, ուրիշներն էլ հայտնի շատ խաղացողներ ունեցել ենք, Գլենդելից ունեցել ենք Տաթև Աբրահամյանը, որ կանանց շախմատից արծաթե մեդալ շահուներից է, բայց օրինակ օգտագործենք դա, որ մենք կարողանանք անուն հանենք մեր համար, որտեվ եթե մենք մի բանից գերազանցենք շախմատը այդ մեկից մեկ։ Եվ վերջին հարցը ուզում եմ տալ Հայաստանի մասին, բայց մինչ այդ շատ կարճ ինչ վիճակում է հայ-ամերիկյան թանգարանը երբ կարող է տեղի ունենալ այդ թանգարանի բացումը եւ կարծում եմ այն ամենի մասին մենք ինչ որ խոսեցինք գործընթացի մեջ է չէ թանգարանը շարունակվում է կառուցվել արդեն երբ դրսից տեսնում են արդեն այդ շատ ես տպավորված եմ այդ արտաքինի ոճով շատ հետաքրքիր շատ յունիկ յուրահատուկ ոճով շենք է մնում է ավարտումը, բայց ավարտումի համար նաև շարունակում են իրենք գումարներ հավաքել, այսինքն ես կուզանայի տեսնել մի քանի երկու այդ անուններ որ տալիս եք բայց դրանցից բացի մի քանի հայ կամ մի խումբ հայ, ասենք թե 100 հատ հայ միանայարու ամեն մեկը $100,000 նվիրատվություն գրելով թանգարանին ավարտվի կառույցը
Հույսով եմ, որ այս հաջորդ տարվա ընթացքում կավարտվի, բայց անշուշտ աշխատանք է պետք մեր կողմից եւ նահանգը արդեն նյութապես բավականին օգնել է, եթե կկարողանան հույսով ավելի կօգնեն, բայց բոլորը պիտի նվիրատվությունների վրա 1000 կիլոմետրանոց ճանապարհը սկսում է առաջին քանի քայլերով եւ բոլորս կարող ենք մի բան անել։ Դա կարևոր, վերջերս այստեղ հենց խոսում էինք հայ գիտնականի հետ, UCLA-ի դասախոս։ Նա հետաքրքիր թվեր բերեց, որ օրինակ հрьяաները, չգիտեմ, քանի հազար դպրոցներ ունեն։ Նույնիսկ թուրքերը հարյուրավոր թուրքական դպրոցներ ունեն, մենք ունենք ընդհանրապես մատների վրա կարելի հաշվել, քանի հայկական դպրոց կա, ել չեմ ասում թանգարան եւ այլն ընդհանրապես չկա, եւ սա կարող է իսկապես այդ թանգարանը լինել այն բոլոր գաղափարների թրծման կենտրոնը, որի մասին մենք խոսում ենք։ Իմիջիալոց ասեմ, որ East Coast-ում կա ամերիկյան թանգարան, կա Watertown-ում այդ թանգարաններից մեկը, որ բավականին առաջ կառուցված թանգարան է, բայց անշուշտ East Coast գնացող շատ չկա։ Fresno-ում փոքր թանգարան կա եւ անշուշտ Սարոյանի տուն թանգարանը կա, բայց ես կարծում եմ Los Angeles-ի մեջ, որտեղ ամենաշատ հիմա մասսան կա եւ the largest concentration ամենաշատ հայերական կարևոր է ունենալ, որտեղ ես կարծում եմ այս թանգարանը ոչ միայն հայերի համար լինելու, բայց բոլորի համար լինելու, որտեղ հայկական իմիգրանտի ճանապարհը եւ պատմությունը շատ մոտ է մյուս բոլոր ազգերին եւ բոլորս կարող ենք մի բան սովորել հայ այս Կալիֆոռնիայում գալու ապրելու մեր անցյալից մի բան կարող ենք սովորել իսկ ինչ որ վերաբերվում է դպրոցներին դու մի շատ կարևոր ես միշտ ասել եմ որ մենք ունենք այսօր ավելի հայություն ունենք ավելի նյութական փողը շատ ավելի շատ է քան այն ժամանակներին երբ մենք ունեցանք ասենք թե ասա կոչի դա ոսկե դարը ասենք թե սփյուռքը հայության արևմտյան Ամերիկայում բոլոր դպրոցները Թուֆենկյան, Շամլյան, Փիլիպոս, Բարեգործականի Մանուկյան վարժանը քնոգապարքի այդ ամենը կառուցվեցին մի ժամանակում երբ ավելի քիչ էր հայությունը, ավելի քիչ փող կար, բայց ունեին կամքը ունեին, այսինքն նպատակի տեսլականը, որ դա անեն։ Իսկ այսօրվա հայությունը դժբախտաբար նյութապաշտ, այո, եւ գուցե միշտ ենք նյութապաշտ եղել, բայց եւի չենք զգում այդ վտանգը, որ կարող է այսօր մեր ունեցածը վաղը անհետանա։ Ես տեսնում եմ երեխանի, օրինակ շատ ալիքներ կան այստեղ հաղորդումներ կան։ Միշտ մի նոր ալիք կամ մեկը ուզում է podcast ստեղծի։ Գնա որևէ դպրոցի բակում այսօր, նույնիսկ հայկական լեզվի դպրոցներում, լսի թե ինչ լեզվով են մանկապարտեզից մինչև 5-րդ դասարանցի երեխեքի իրար հետ խոսում։ Անգլերենով է։ Եվ նույնիսկ եթե անգլերենով են խոսում, շատ այնց հայկական բաների մասին չեն խոսում, չէ՞, որտեղ Ամերիկայում են, իրանք ազդվում են նրանով, ինչ որ իրենց բանի մեջ է, շրջապատված են։ Եվ եթե մենք կարծում ենք, որ այդ երեխան, երբ դառնա 35 կամ 40 տարեկան, պիտի նստի եւ հայերեն լեզվիով թերթ կարդա կամ հայերեն հաղորդում կամ հայերեն սերիալ նայի, դա չգիտեմ ինչ տեսակ երևակայություն է։ Պատճառ ես ասել եմ, ես մի քանի անգամ McDonald's-ը ունի շատ պարզ մի գաղափար խաղալիքով կերակուր, կոչվում է Happy Meal, այդ ուրախ կերակուրն են վաճառում։ Իրանք դեն չեն վաճառում էդի, որտեվ համոզված են, որ իրանք կերակուրը ասենք թե ավելի լավ է մյուսներից, վաճառում են երեխաներին, որտեվ գիտեն, որ եթե կարողացան երեխուն վարժեցնեն փոքրուց, որ McDonald's-ը սիրի, ապագայում երբ դառնա ասենք թե 50 տարեկան քաղաքապետ Գլենդելում, երբեմն հավեսը McDonald's-ը ուզում։ Դոնալդ Թրամփը ձեզ օրինակ Մինչև հիմա McDonald's-ը ուտում։ Հա, ես չի համեմատի իմ ճաշակը Դոնալդ Թրամփին, բայց կասեի, որ McDonald's-ը լավ մոդել ունի, չէ՞։ Իսկ այսօրվա մեր որևէ հայկական հաղորդումի ալիքները եթե նայես, երեխաներին, որտեվ ես իբրև ծնող եմ սա նկատել, մանավանդ երբ փորձում ենք դաստիարակել եւ շարունակում ենք դաստիարակել իմ զավակին, երիտասարդների գրավիչ տեսելանյութ շատ քիչ կա։ Իսկ ամերիկյան, այսինքն չի համեմատվում Disney-ն ունի, մյուս ամբողջ ամերիկյան հաղորդումները այնքան են, որ երբ երեխու առաջ դնում ես, ասում ես ո՞րն ես նախընտրում նայես, ամերիկյանը քան հայկականը, պիտի անպայման ամերիկյանը որոշի։ Եվ դա կարծում եմ, եթե որևէ բան կա, որ մենք կարող ենք կենտրոնանանք իբրև ապագան ապահովելու կամ շարունակությունը, պիտի կենտրոնանանք այդ երիտասարդ սերունդի վրա, դպրոցներով, հաղորդումներով, գիրքերով, կոմպյուտեր խաղերով, համակարգիչի խաղերով, ինչ որ կարող ենք, որ պարզապես այդ երեխեքը մեծանան եւ ամերիկյան մշակույթով եւ սովորություններով, բայց առանց մոռանալու իրենց հայությունը։ Մնան հայ։
Հայաստանին ժամանակ չմնաց, բայց այնուամենայնիվ մի հարց ուզում եմ տալ, հնարավորինս ամփոփ պատասխանեք, Հայաստանում էլ ընտրություններ են եւ շատ մտահոգիչ հարցեր կա, միգուցե մեկ այլ առիթով մենք կարողանանք հենց Հայաստանի մասին խոսել, բայց այսօր ուզում եմ հարցնել, ուր է գնում այսօրվա Հայաստանը, ուր են տանում Հայաստանի իշխանությունները եւ ինչ հարցերի ձեր կարծիքով պետք է ուշադրություն դարձնեն այսօրվա ուրեմն տեխնացուները, որոնք հավակնում են Շնորհակալություն։ Արթուր, ես ասեմ, որ միշտ գնահատում եմ եւ շնորհակալ եմ այս զրույցների մասին, գնես որ մի քիչ շատ խոսացի։ Դες լեզվի դժվարությունը պատճառվել երբեմն շատ ախոսում կամ երկխոսում, բայց կշարունակենք եւ վստահ եմ այդներ կլինեն հույսով միշտ լավ պայմաններում եւ ոչ թե այսինքն ուրիշ այդներով, բայց ինչ որ վերաբերում է Հայաստանի ընտրություններին, հույսով եմ, որ ինչ որ տեղի ունեցավ, առաջինը երևի միայն արտահայտվեմ կամ խոսեմ եկեղեցու մասին եւ մյուս բաների մասին, որ ինչ որ տեղի ունեցել, ես կարծում եմ եւ ասի բացառապես արտահայտել եմ, հոդվածներ եմ գրել, ասելով, որ ես չեմ համաձայնվում այդ կեցվածքին, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի փորձի եկեղեցուն թելադրի, թե ով է առաջնորդ, ով է կաթողիկոսը, եթե իրական հանձանքներ արվել են դա պետք է դատապարտվի ապացույցով, ինչպես Ամերիկայում է, ոչ թե այսինքն մակերեսային, այսինքն ինչ որ ես հասկանում եմ, շատ flimsy, շատ թույլ պատճառաբանությունով են այս մարտիկը ձերբակալվում եւ պահվում եւ ինչպես տեսել ենք, հետո բաց թողվում կամ հետո վերաձերբակալվում, այսինքն դարձած է մի կասկածելի խեղկատակություն։ Մեկ անձի հրամանով, որոշումով, տրամադրությամբ։ Եվ ասում եմ դրա վտանգը ինչ է, որ մշակույթի պահպանման ամրոցն է մեր եկեղեցին։ Եվ մենք ունենք այսօր Սփյուռքում ավելի եկեղեցիներ, քան ունենք հանրապետության հյուպատոսյաններ կամ դեսպանատուններ։ Հայաստանի հայ ընդհանուր բնակչությունը աշխարհով 10 միլիոնը անց է, իսկ Հայաստանում ընդամենը ասենք թե 3.5 միլիոն, դա նշանակում է ավելի հայություն կա Հայաստանից դուրս, քան ներս։ Ուրեմն, եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարն է, ինչպես իրենք ասել են տարբեր միջոցառումների եւ հավաքների, դա նշանակում է ընդհանուր հայության առաջնորդը կամ ղեկավարը հայկական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսն է։ Եվ ես հավատում եմ դրան, ես իբրև մեկը որ կնքվել եմ, մկրտվել եմ հայոց առաքելական եկեղեցու մեջ, իմ համար դա ես շատ մտահոգ եմ դրա մասին, չգիտեմ որքան հայեր մտահոգ են դրանով, բայց կարծում եմ շատ ավելիներ պիտի մտահոգվեն, որտեղ սա միայն անհատի դեմ ասենք թե կամ անհատների միջև խնդիր մասին չի, եթե այսօր մենք հիմքը սկսենք քանդել եկեղեցու, մենք դուրը բացում ենք այն տարբեր խմբերին եւ ազգերին, որ բոյենիների նման միշտ փորձել են հայերին հերացնեն իրենց արմատներից եւ սա իմ կարծիքը չի, սա պատմական փաստ է գնալով հետ մինչև 200 տարից ավել։ Չգիտեմ, ես նորից ասեմ, որ կարծում եմ, որ այսօրվա ընտրությունները Հայաստանում խորը հետևանքներ ունենալու, ես այն ինքս Հայաստանում քվեարկելու իրավունք չունեմ, որտեղ ես ամերիկացի քաղաքացի եմ եւ Հայաստանում չեմ ապրում, բայց հույսով եմ, որ նրանք, որ Հայաստանում ապրում են, ոչ միայն մտածում են իրենց ամիջական, ասենք թե ապրուստի եւ կյանքի որակի մասին, բայց նաեւ մտածում են թե 50-ից 100 տարից ինչ տեսք է ունենալու Հայաստանը, ինչ կերպավորում եւ ինչ ուղղությունով է գնում։ Հանդիպել եմ մարդկանց, որ ասենք թե գոհ են հիմակվա վիճակով եւ հանդիպել եմ մարդկանց, որ դժգոհ են։ Եվ Գլենդելում երկու տեսակներ տեսնում ենք, բայց ես ինքս ունեմ շատ խորը, այսինքն կարծիքներ, այսինքն շատ բան, բայց չեմ զգում հանգիստ իբրև Գլենդելի քաղաքապետ կիսել մանրամասնությունները։ Բայց անհատապես երբ սուրճի եմ նստում մարդկանց հետ, բնականապես կիսվում ենք սրանց մասին։ Շատ շնորհակալություն, պարոն Քասախյան, հետաքրքիր մեկնաբանությունների համար, հետաքրքիր մտքերի եւ նաեւ հայրենասիրության համար։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանն էր, կհանդիպենք։